Բալու ժողովուրդ ջան, մտածեցի սենց համացանցով, раз и навсегда, ոնց որ ասում են։ Ասեմ, որ ինձ մի ասեք, մեր այդպես բառեր մի օգտագործեմ։ Մինչև ամսի 7-ը ես սրանց ծխած պահելու եմ։ Ինչ աննասունություն դուրս եմ գալու, շատ կոպիտ պատասխան եմ։ Նորից եմ կրկնում, որովհետև հարցը իմ դրոշն է, իմ երկիրն է, ուստի ինձ նման խորհուրդներ մի տվեք։ Իսկ հիմա ցույց տամ ձեզ, երբ ես 2 տարի առաջ վերջին անգամ խնդրեցի, հենց համացանցով, խնդրեցի, որպեսզի այլևս իմ էջում չայլասերվեն, որպեսզի այլևս իմ էջում հայհոյանքներ չտան, չանիծեն, լսեք։ Բարև ձեզ, ուզում եմ դիմեմ այն մարդկանց, ովքեր մտնում են իմ էջ, ու ավել պակաս կամ անեծքներ են գրում, կամ հայհոյանքներ, դուք ինքնասիրություն ունեք, կին տղամարդ, դուք ձեր լեքսիկոնը կարդում եք, դուք ձեր ընտանիքում այդպես եք խոսում։ Եթե ձեր տունը գոմ է, ապա իմ էջը գոմ չի։ Էլ չեմ ասում, իմ էջի հետևորդները գոմի ապրանք չեն։ Եթե դուք ինչ-որ մի բան եք ուզում ասել, բացատրել, գրեք հայերեն լեզվով արտահայտվեք։ Իսկ այդ հայհոյանքները, այդ անեծքները պահեք ձեր ընտանիքների համար։ Իմ էջում համենայն դեպս ոչ մեկ դրա կարիքը չունի։ Փակ դեմքերով գալիս եք, անեծքներ եք գրում, հայհոյանքներ եք գրում։ Դուք հասկանում եք, որ դուք վախկոտ նազարներ եք։ Ես իմ բաց դեմքով մտնում եմ, գրառումներ եմ անում, եթերներ եմ անում։ Իսկ դուք սեղանի տակից, այդ կլավիատուրայի տակից մենակ ոռնում եք։ Ոռնոց պետք չի հանել։ Ընդամենը երկխոսեք։ Հայերեն երկխոսեք։ Փորձեք չմեղադրել, չվիրավորել, փորձեք, լավ եմ ասում, բայց դեռ մոտ դժվար դա ստացվի։ Դուք այնքան անգիտակից եք, որ դուք մտածում եք, որ դուք ամեն ինչից տեղյակ եք, որ դուք ամենաճիշտն եք։ Կարող է որոշներիդ համար մոդ է հայհոյանքով, անեծքով խոսելը, հայհոյանքով լսարան հավաքելը, ապա իմ էջը դրա կարիքը չունի։ Կարող եք հանգիստ հեռանալ։ Իզուր մի լոճվեք իմ էջում, իզուր ժամանակ մի կորցրեք, ձեր վրա ոչ մեկ ուշադրություն չի դարձնելու, ընդամենը բլոկվելու եք, բայց եթե ուզում եք ինչ-որ մի բան լսել կամ իմանալ, սուսուփուս լսեք, պարտադիր չի մեկնաբանեք, եթե դուք հայերեն լեզուն չգիտեք, այսքանը։ Լսեցիք, որից հետո 2 անգամ ավել սկսեցին իմ վրա գրողը, ինչի, որովհետև հասկացան, որ հոգուս ասելա, հեսա մի քիչ էլ սեղմեն, մեր ինքթողի համացանցը կգնա, մերին արեց ճիշտ հակառակը։ Հիմա տանում են դնում իրանց էջերին, թե պատեսեք, քֆուր տվողա։ Ձեր նմաններին մենակ քֆուր չպետք է տաս։ Ձեր նմաններին, որտեղ բռնես, պետք է սխկես, որտեղ դուք առավոտից իրիկուն ատելություն քարոզելով, անիծելով, հայհոյելով, պառակտելով ու այդ ամեն ինչը, այդ ամեն ինչում մեզ մեղադրելով այս շիզոֆրենիկներ։ Դրա համար ստիպված ձեր հետ միայն այդ լեզվով եմ խոսում, որովհետև դուք արժանի եք միայն այդ լեզվին, որովհետև դուք հասկանում եք միայն այդ լեզուն։ Նորմալ հայերենը դուք 6 տարվա մեջ չհասկացաք, դրա համար այս 2 տարին կերեք։ Ժողովուրդ ջան, ուզեմ ասեմ, ինձ նման խորհուրդներ մի տվեք։ Այ որ իմ կոշիկները կհակնեք, կքայլեք 8 տարի, նույն կյանքը, նույն նամակները կստանաք, այդ դեպքում նոր որոշում կկայացնեք, չհայհոյել, շատ կոռեկտ, գեղեցիկ, զրուցել։ Այսքանը։